Ես ինչի պիտի ինձ վրա վերցնեմ այդ նոաստացումը վերավորանքը։ Դրա համար համարեցի, որ արժերը ապտակը, դա խփել չի, դա ապտակ է, դա մի քիչ ուրիշ բան է։ Դրանից հետո Ну հա, դրանից հետո ասենք տեսա, որ ինքը հենց շնամական այդ հայացքը մնաց ու ձեռքերի շարժումները, որ կարող է փորձի խփի, ես ձեռներից բռնեցի, որ շարժում չլինի։ Ես դիմում եմ հասարակության առանձնապես մեր կանանց, չիմանալով, որ ուղիղ եթերը գնում էր, մի երկու բառ եմ օգտագործել, իմ ներողությունը հասարակությանը եւ կանանց, ոչ թե ապտակի համար։ Խումբ կա ճակատա կոչել։ Ինչ որ խումբ կա դաշինք է կոչում, ինչ որ խումբ կա աշխարհաժողով, չեք կարող միանալ, չեմ հասկանում։ Այո, այդ հին օպոզիցիայի հետ ասածը, որ դաշտը ազատ է որոշ չափով գործեք, այո, մենք մեղք ունենք, որ չի ստացվում, միավորվենք, այդ թիմը ստեղծենք, ոնց որ ասած, որ ժողովուրդը կողքից տեսնեն, որ հայ սակայն որ նորմալ տղերք հավաքվել են, ուզում են ինչ որ գործ անեն։ Ընկերներ ջան, դե մի հատ sense հարց։ Մեր պայմանները Հայաստանը այսպես շրջափակված կարելի ասած թշնամիներով, մեր իրավիճակով, մեր ներսի հակահայկական իշխանությունով ինչ գաղափար եք ուզում, ինչի եք ստից տեղը վելոսիպեդ պահանջում, նոր վելոսիպեդ հնարելը, երկիրը փրկելը, հակահայկական իշխանությունը փոխել ազգանպաստ մարդկանցով, այս գաղափարից մեծ գաղափար կարող է լինի։ Իրավունք TV-ի տաղավարում հյուրընկալել ենք Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի պայծառազորի գնդապետ Աշոտ Սարգսյանին, շնորհակալություն պարոն Սարգսյան հրավերն ընդունելու համար։ Պարոն Սարգսյան, ընդամենը օրեր առաջ տեղի ունեցավ միջադեպ Արցախի եւ Հայաստանի մտավորականների հանդիպման ժամանակ, ինչը այսինքն մի քանի օր է, հա, սոցցանցերում լայնորեն քննարկվում է, դուք ապտակել եք Ռոբերտ Սիմոնյանին եւ սրանից հետո լայն արձագանք գտավ տեղի ունեցածը։ Ինչ կասեք, ինչ էր կատարվում, ինչու այդպես եղավ։ Պարզաբանելու կարիք կա, բոլորին բարևներ, շնորհակալություն հրավերելու համար, քանի որ պարզաբանելու իսկականից կարիք կա, մարդիկ ընթերցելով տարբեր տեղերի կոմենտներ, ասենք տեսնում են, որ մեծ մասը չի ընկալում, չի հասկանում ինչ է եղել, ու այդ վերջի տեղի ունեցածը ըմբռնում են որպես ընթացքում խանգարել Ռոբերտին ելույթ ունենալու ժամանակ, դրա համար բացատրելու այդ մոմենտը կարիք կա։ Բայց ցավում եմ, որ ասենք այս նմանատիպ դեպքի պատճառով ենք հանդիպում, քանի որ 22-23 թվականներին առանձնապես որոշ ակտիվության ժամանակ շատ էի ուզենում ինֆորմացիան տարածելու համար, բայց չստացվեց։ Դրա համար հույս եմ, որ հաջորդաբար ինչ որ ձևով օգտակար կլինենք այս ժողովրդին ինչ որ բան բացատրելու, բարձրաբանելու համար։ Դեպքի մոմենտով ամենաշատ տարածվող կտորը վիդեոյի, որ տարածում են, սկսվում է, որ ես շարժում եմ դեպի Ռոբերտ Սիմոնյանին ու կողքից թվում է, թե գնացի իրեն խանգարեմ ելույթ ունենալու համար, բայց այդպես չի։ Նախ Ռոբերտ Սիմոնյանը հրավիրված չէր միջոցառմանը, ափսոսանքով նշեմ, որ հրավիրվածների մեծ մասը չեկան, եսի ինտելիգենցիայի պարակվածության ես իմ ելույթում նշել էի, չկրկնեմ, ինքը կամ լայվից կամ իր ծանոթների հետ խոսելուց հեռախոսով իմանալով, որ տենց միջոցառում է, վազելով եկել է, վերջին մոտ հասել ու մի մոմենտ էլ հələ խանգարում էր ելույթ ունեցողներին ու ես ստիպված արձագանքել էի, մի խանգարի թեմայով խոսվել է, վերջում ցանկանաս կխոսես։ Ու երբ որ վերջում Բակո Կարապետյանը իրեն խոսք տվեց, դուրս եկավ, սկսեց Հայաստան, Արմենիա, չգիտեմ вообще Ալմաթայի հռչակագրից էր խոսքը։ Իրար խառնելով, հա, Ալմաթայի հռչակագիրը ոչինչ, բայց այդ թեմայով սկզբից խոսել էր Հայաստանի պոլիտոլոգների ասոցիացիայի ղեկավարը, եթե չեմ սխալվում։ То есть ինքը իրար խառնելով սկսեց բոլորին մեղադրել, որ բոլորը ստեղ ստում եք, ու Բակո Կարապետյանը փորձեց իրեն ասի, պետք չի, էսի չէր լսում, ու ստիպված Բակո Կարապետյանը ասաց, ընկերներ ջան, մեր միջոցառումը համարում ենք հավարտված, շնորհակալություն, տեսություն։ Ու ես էլ որ առաջն էի նստած ձախ կողմից։ Հելա ու տենց գնալով ասեք մարդուն ասեմ, խի ես խանգարում միջոցառումը, այդպես էլ փորձեցի ասեմ, որ խանգարում ես, այդ քո ասածը թեման չի վերաբերում ու մի վիրավորական ես բանում, Բակո Կարապետյանի միջոցառումը խի ես վերածում չգիտեմ ինչի։
Ու այդ ընթացքով, ասենք, տեղի ունեցավ նոր արդեն միջադեպը, որ անկապ այդ ֆոնի վրա ասում է, ես ճիշտ ասած չեմ, ես ընկալել եմ իրեն ասածը FSB-ի ագենտ է, թեկուզ FSB-ի աշխատողա չեմ, իսկ ընդ որում նա անձնավորված չէր, բոլորին էր մեղադրում, թե այստեղ կան FSB-ի ագենտներ եւ այլն եւ այլն։ Հարցեր կա այդպեսի, այո։ Ու այդ ֆոնի վրա իրեն ասածը, իրեն 22 թվի հետ ես իրեն հետ խոսացել էի մի քանի ժամ, գիտենալով իրեն պոզիցիան, իրեն վերաբերմունքը, այն ժամանակ ինձ հետ խոսելու հետ ինքը մի հատ հիմար պոստ էր գրել, որ ես իրեն անձնական նամակով ուղարկել եմ, ասել եմ, դա ազգանուն չկար, բայց ասել եմ, ես ինձ համար իմ նկատմամբ ես գրել, ասելա չէ, բայց ուրիշ վարիանտ չկար։ Հիմա եսի որ այդպես գոռելցել, հա, աչքերին նայեցի, թշնամական աչքերը տեսնելով, ինձ որ ասում է, հարկ համարեցի, որտեղ դա տեղի ունեցավ պուբլիչնա, ոնց է դա։ Հրապարակայնորեն, հա, թեկուզ հələ ես չէի իմանում, որ ուղի եթերը գնում էր, մտածում էի, որ վերջացրած էր արդեն։ Հրապարակային մի մոտ 20 մարդ կար։ Ես ինչի պիտի ինձ վրա վերցնեմ այդ նոաստացումը վերավորանքը։ Դրա համար համարեցի, որ արժեր ապտակը, դա խփել չի, դա ապտակ է, դա մի քիչ ուրիշ բան է։ Դրանից հետո նո հա, դրանից հետո ասենք տեսա, որ ինքը հենց շնամական այդ հայացքը մնաց ու ձեռքերի շարժումները, որ կարող է փորձի խփի, ես ձեռներից բռնեցի, որ շարժում չլինի։ Մարդիկ մեկ-մեկ ասում են ծեծել այն, ուզենայի խփեի, հետո կխփեի։ Որտեղ այդ հնարավորությունը կար։ Հետո տեսնելով որ մի 2-3 վայրկյանից հետո որ տեսա որ ձեռքերի թուլությունը արդեն թուլացնում է, միտքը փոխել է որ խփեի ինձ դեչը, թողեցի մի կողմ քաշվեցի, երևում է տեսանյութից հետի։ Եթե երկրորդ անգամ ինքը չասեր նորից էլի այդ նույն չկրկներ էլի երևում է տեսանյութից, ագենտը հեյքա չէ։ Հետո գիտեք ոնց է կարծում, դա առաջի անգամն է։ Իր նկատմամբ նմանատիպ արտահայտություններ։ Իր հրապարակային ընդհանրապես լայվերը հետևելով 2012 թվականից այդ մարդը այս գործին է բոլորին պեղադրում է ամեն ինչում, իրեն էլ համարում է այս երկրի նախագահը։ Իրեն ելույթները քֆրներով, չգիտեմ ինչերով, որ հնարավոր չի նայել, վիրավոր, հա, կարելի է, կստати, սենց բան, ես դիմում եմ հասարակության առանձնապես մեր կանանց, չիմանալով որ ուղիղ եթերը գնում էր, մի երկու բառ եմ օգտագործել, իմ ներողությունը հասարակությանը եւ կանանց, ոչ թե ապտակի համար, որ այդ որոշ բառեր հետո նկատելով որ ոնց որ էֆիր գնում է ուղիղ, թողեցի դուրս եկա այնտեղ, այնպես որ սենց մոմենտներ կան, նմանատիպ պահվածքի համար, հա, մարդկանց պետք է ուշքի բերել, ոնց ուշքի բերես, մարդիկ ասում են, գրում են, որ ուրիշ ձև, չգիտեմ, բացատրի, ինչ բացատրես, եթե ամբողջ աշխարհի դիմաց քեզի սենց հարցել ասենք, որ քեզի ասեն դու ագենտ ես երկրի Ռուսաստանի կամ FSB-ի, ոնց կընդունեք, ինչ է նշանակում դա։ Սուաժնի մոմենտ է ասենք, բարձաբանը կարաք ինչ որ բան ասեք։ Ինչ ոնց եք ընդունում դա, որ դա ինչ է նշանակում։ Պարոն Սարգսյան, շարունակություն ունեցավ միջադեպը, թե դրանով ավարտվեց։ Ինքը երբ որ դուրս եկա դուրսը Այնտեղ սպասում էի, որտեղ թողեմ գնամ իմաստ չկա, փախնելու, ու երբ դուրս էին գալիս մարդիկ, ինքը եկավ մոտեցավ, բայց բարձրագույն բարձրաստիճան սպա չէր, ասի այո, ու մի հատ հարցել տվավ չեմ հիշում, ասի ընկեր ջան, ես ելույթ եմ ունեցել, ես ներկայացել եմ, ես թաքցնելու բան չունեմ, ես տեսա զարմանում եմ, ոնց թե ներկայացել, ես հագուստով եմ այսպեսի, ուրեմն թաքնված եմ, ու այդպես եմ մտածում, պրիմիտիվ։ Ասի ես ներկայացել եմ քեզ հետ խոսելու բան չունեմ։ Դու ինձ վիրավորել ես, պատասխանը ստացել ես։ Վերջ։ Այդ մոմենտին ոնց որ ասած ընկերները իրեն քաշեցին։ Բակուր Սարապետյան արդեն դուրս էր, Կարապետյան դուրս էր գալիս։ Ես իրենից իմ ներողությունս խնդրեցի միջադեպի համար, քանի որ միջոցառումը իրեններ։ Այդպես դուրս եկանք դուրսը, եսի նորից էլի մոտեցավ։ Էլի նույն բանն էր շարունակում։ Բա դու էս չես, բա դու այս մարդ, ինչ կապ ունես։ Ես սահմանապահ բանակի հրամանատարական կազմ եմ։ Շատերի համար ժողովրդի համար ես էլ պիտի մի քիչ բարձաբանել պետք է։ Իսկապես, որովհետև շատերը ուզում էին իմանալ, թե ով է այդ միջադեպի հերոսը։ Դե Էսի բարձաբանել է մի կողմից պետք, ասենք, հա, ընդհանուր կառույցը մտնում է FSB-ի Հայաստանում ԱԱԾ-ի մեջ, բայց ժողովուրդ ջան, սահմանապահ բանակի սպան սահմանում ինչով է զբաղվում, զինվորների հետ ինչ գործի է, ամբողջ կյանքս այդ գործին եմ եղել, ԱԱԾ-ի կամ FSB-ի աշխատողը ռեալ քաղաքներում ինչով է զբաղված, մտածեք մի հատ ձեզի հարց տվեք ու հասկացեք, ինչքանով ենք մենք նրանց աշխատողը, մենք սահմանապահ բանակի սպաներ ենք, դեռ ավելի են հրամանատարական կազմը։
որ իրավունք ենք ունենում զբաղվել ինչ-որ գործերով կամ չէ։ Թեկուզ ասեմ, սովետական միության պատրաստակամությունը շատ ուժեղ պատրաստակամություն է եղել, շատ բազմակողմանի։ Մեզ որպես սահմանապահներ սովետական միությունում եղել է 3 ուսումնասարան, մեկը Մոսկվա, Պատմասկովիա, մեկը Ալմատա։ Ու մեզի պատրաստում էին բազմակողմանի։ Հետո մենք գնում ենք տարբեր ուղղություններով, տարբեր բավականին։ Եվ պրեզիդենտների ախրանա եւ տարածաշրջանային ոչ իմ ՖՍԲ կամ ԿԳԲ, ԱԱՑ տարբերություն, չէ՞, եւ տարբեր տեղ կամ ինչ որ մի մասը մնում էր սահմանապահ։ ՕԵՍԴ-ի առանձին ծառայություններ են, համագործակցում ենք սերտ, բայց չենք ենթարկվում տեղերում։ Մինչև Մոսկվա այդ առանձին կառույցներ են։ Մեր կառույցներում սպաները, ասենք, զբաղվում են ինչ որ գործերով, ինչ որ զբաղվում են ԱԱԾ-ի աշխատողներ, կամ չեն զբաղվում, ասենք, ես իմ կյանքումս չեմ զբաղվել, քանի որ վերադասը թույլ չտվել։ Պաշտոնները այդքան չեն բարձրացել, որ ասենք դրանով ստիպված զբաղված, կամ էլ ինձ պաշտոն չեն տվել, որ դրանով չզբաղվեմ։ Եթե հայրենասեր ես Հայաստանում որոշ գործերով ոնց հարցեր կա, չէ՞, թողնեն ամեն ինչով զբաղվես։ Չեմ թողել, ու դա այդ պատճառներից մեկն է, որ ես տեղից հասել եմ հեռավոր արևելք։ Իսկ ինչը ձեզ բերեց Հայաստան եւ ինչու որոշեցիք նաեւ քաղաքականության մեջ լինել ակտիվ։ Պարոն Սարգսյան, մենք բազմիցս հանդիպել ենք, հա, տարբեր ցույցերի, հանրահավաքների ժամանակ, դուք միշտ շատ ակտիվ եք եղել եւ նաեւ ծրագրեր, նախաձեռնություններ եք առաջարկել, թե ստեղծված իրավիճակում ինչպիսի ելքեր կարելի է գտնել։ Հա, իհարկե, եւ պետք է դրա մասին խոսել եւ շատերը կարդալով էլի կոմենտներ տեսնում են, որ մարդիկ չեն հասկանում որտեղից եմ ես հայտնվելու, ինչի եմ ես ինչ որտեղից եկել ստեղ։ Ու առաջերտին ես ստեղ եմ եղել, ստեղ եմ ծառայել։ Ուսումնարանը 88 թվականին վերջացնելուց հետո ծառայել եմ Հայաստանի հայ-թուրքական սահմանին։ Սովետը քանդվելուց հետո մնացել եմ ստեղ ու համաձայնվել ռուսական բանակի կազմում մնալ ու ծառայել եմ մինչև 2006 թվականը Հայաստան։ Բայց այն քաղաքական մոմենտները, որ մարդիկ 10-15 տարի ասում են ինչ որ բաներ փոխվում, ինչ որ բաներ տեղի ունենում, ինչևից է, ասենք քիչ ընդհանրացրած ասենք, այդ փոփոխությունները որ տեղի էին ունենում, ես 2002 թվականին որոշել եմ, 2003 թվականին ոնց որ որոշ չափով նույնիսկ կանորեն Մեղրիից բերել Երևան, հետո ասել են ես այդտեղ չեմ կարող պաշտոն ստանամ, ուզում ես գնալ այստեղ։ Ու դա ես 2002-3 թվականին իզուր չնշեցի։ 2002 թվականին ասենք մի ժամանակ Մեղրիի հարց էր քննարկում։ Իսկ ես ունենալով գիտական աշխատանքներ, ես պարզ ասում էի, որ կա գոբլի պլան, ում է դա ձեռնտու, որ չի կարելի գնալ այդ պլանով, ոչ մի դեպքում։ Դա գիտական գործերում 96 թվի, 97 թվի ամեն ինչը գրված մանրամասներով ամբողջ։ Ես այն ժամանակ ակադեմիայում եւ մեծ գործ էի գրել։ Ռուսերեն ասեմ, որ ճիշտ լինի, Կովկաս գեոպոլիտիկա Ռոսիա, история современности, теория практика, թեկուզ այնտեղ փոխել էին գեոպոլիտիկի ինտերեսը Ռոսիայի на Կովկասի։ Այդ առաջի թեման է եղել, մեծ թեմա, 110-115 էջանոց, դա հանակ չի։ Երկրորդ թեման геополитический аспекты пограничной политики России на Кавказе։ Ու ես կոմպլեքսնի подходով եմ մոտեցել այդ գործերին։ Բոլոր ուզլավոյ հարցերը Կովկասի քննարկելով, բացատրելով 18 դարից 3 դար ինչ է կատարվում ու ինչի է սովետը քայքայվելու ժամանակ տեղի ունեցել այն ինչ տեղի է ունեցել թե Չեչնիայի դեպքում թե հայ-ադրբեջանական թե երկրների մյուս պահվածքների ես որոշ չափով ինձ առաջարկել եմ պաշտպանել այդ գործերը ասել եմ պիտի պաշտպանես պիտի մնաս Մոսկվա դասավանդության անցնես ասել եմ չէ դա իմ գործը չեմ համաձայնվել հետո գիրք եմ պատրաստել որ չեմ տպել թեմաներ ավելացնելով բոլոր ուղղություններով ռուս-վրացական, ռուս-հայկական, ռուս-ադրբեջանական, ռուս-թուրքական, ռուս-իրանական հարաբերություններ ու ամեն ինչ с точки зрения геополитики նույնպես։ Ու այս ամեն ինչը հաշվի առնելով երևի ազդել է իմ պահվածքը, միշտ հանակով ասում եմ, իմ հայրենասիրական պահվածքը երևի ինչ որ դուր չի եկել, խանգարել է, ու ես հայտնվել եմ հեռավոր արևելքում։ Ինձ ասել են, այստեղ չեմ կարող մնալ։ Ես Մեղրի ակադեմիայից հետո եղել եմ շտաբի առաջի տեղակալ, այդ սահմանի գծով մեծ արդյունքներ
թվեր կան, թվերը իրենք ցույց են տալիս սահման խախտողների, իրանցիների, քրդերի, որ ինչքան մարդ են գարնել, մինչև ինչ չի եղել։ Մենակ մի տարի հետո մենք սկսել ենք արդյունք տալը 2, հետո 4, 8, 12, ինձնից հետո թվերը չգիտեմ։ Գիտեմ, որ այդ աշխուժությունը ընկել է։ Ինչևից է։ Բայց հետո начальник штаб, բայց այնպես է դարել, որ բանա կարգ խանգարելով, ոնց որ ասա, որը շփո Մոսկվային խփելով, ինձ մեղրուց հանել են։ Հետո հասել եմ հեռավոր արևելք։ Այնպես որ ես հեռավոր արևելքից ոչ թե եկել եմ, ես վերադարձել եմ Հայաստան ու այն ժամանակ ասենք ես Երևան, որ բերելիս ինձ Երևան այստեղից գնացի, այդ արանքում ես մի փոքր 027 սոտեղ հող էի առել տարածք ու կամաց տուն էի սարքում 2003 թվից։ То есть այն ժամանակ ես արդեն որոշած եմ եղել, որ ես տեղ եմ լինելու։ Ասել եմ գնամ, ստիպված գնացել եմ մինչև 50 տարեկանս թոշակի կանցնեմ, հետ կդառնամ։ Այդպես է դարել ես հեռավոր արևելքում էր տարբեր տեղ ծառայել եմ, Կորլյան կղզիներ, Սախալինի, Յակուտիա, Կարյակիա, Կամչատկա։ Վերջացել 50 տարի թոշակի 16 թվի վերջին ես թոշակի եմ եղել։ Ես ասեցի այնտեղ մտածում էի այնտեղ մի 2 տարի աշխատեի, նո գումարի մոմենտներով որ լուծելու, տունը վերջնական սարքելու համար հարցեր կային։ Տղասեր պիտի էլի Աստավկայի գնար ու իրեն ուներ սահմանափակում Ռուսաստանից դուրս գալու 3 տարի։ Ասի տղոս հետ կմնամ այնտեղ ու հետո կգանք միասին։ Բայց 18 թվի այդ ապրիլի դեպքերի պատճառով ես որպես մասնագետ Կովկասի հետ մի քիչ ասեցի ամեն ինչը հաշվի առնելով ես այնտեղից մի թեթև ես հետևում էի միշտ ամբողջ կյանքս հետևել եմ Կովկասի Հայաստանի իրադարձություններին Արցախից ես լինելով Արցախի հարցը գիտական sense մոտեցումներով ստոր գեոպոլիտիկայի տեսակետից ես տեսնում էի ինչ էր տեղի ունենում ես տեսնում էի որ Նիկոլին թողնում են բերում են իշխանության հայ այն ժամանակ ընդունում էի որպես գունավոր հեղափոխություն То есть գունավոր հեղափոխություն ասելով մենք ինչ պիտի հասկանանք մենք պիտի հասկանանք դրսի ուժերի ձեռքով կատարվող իշխանապողություն հիմի որ դրսի ուժը շատ ներդրում արել թե քիչ սակայն առանձին թեմա է այստեղ հիմի չեմ ուզի դրա մասին խոսել իմաստ չկա ինչևից է ընդունել եմ որ չի կարելի էդի անել դրա համար նորվա ելույթի մեջ ես ասել եմ եթե պիտի Սերժը գնար Նիկոլը գա ուրեմն չպիտի Սերժը գնար որովհետև Սերժը այդ աստիճան իրեն ձեռքերով թույլ չէր տա այդ ինչ որտեղ կամ Քոչարյանը ինչքան էլ իրենք մեղավոր են հանցագործություններ են կատարել թույլ են տվել հանցագործություններ կատարել ես այդպես եմ համարում շատ սխալներ են արել Հիմա լռում են ամեն ինչի համար։ Այդ լռելու համար ես իրենց вообще չեմ ընդունում։ Ինչևից է։ Ես այնտեղ պլաններս փոխել եմ, որ ասեցի, ուզում եի աշխատանքի մտնեի, բոլոր պակետ դոկումենտները հավաքել էի, ուզում էի տեղական օրգաններում մտնեի աշխատանք։ Ու այդ ամբողջը հավաքած մարդկանց մտած դուրս եկած, որ ընդունում եմ գործի, լրիվ թողել եմ մի շաբթվա ընթացքում Սերժը հրաժարականից հետո տոմս վերցել եկել ստեղ ապրել է վերջին։ Մտածում էի ինչով կարամ օգտակար լինեմ ում հետ ումտեղ ու ընթացքում սկզբից ես երբ որ Քոչարյանին նստեցի մտածեցի որ պիտի օգնենք ինքը բանտից դուրս գա ինքը ղեկավարի միայն միտի երևի չգիտեմ չստացվեց այս բանը ինքը վերջի դուրս եկավ մի անգամ սխալներ գնաց երկրորդ անգամ բայց ես ներսից մի քիչ շփվելով այդ մարդկանց հետ մենք դաշիկ ստեղծեցինք Քոչարյանի անվան 19 թվականի մայիսին ես դա չեմ թաքցնում ես կողքից եկած մտածում էի որ հետո ես ամբողջին դեմը կառնենք բայց ես ներսից տեսա որ սրանք ոչ մի պայքար Նիկոլի դեմ ոնց որ ասած չեն անում ինչի չեն անում էլի սա ուրիշ թեմա է վերջում ես եկել եմ այն համոզման որ էլի դրսի ուժերի հրամաններով սրանք ոչ մի բան չեն անում ինչի ուրեմն ինչ որ բան գիտեն ինչ գիտեն ես սկզբից չի իմանում հետո է հասկանալի դառնում որ գիտեմ որ պետք է Նիկոլը այդ հողերը տա չեմ ասում Արցախը 7 շրջանների մասին է խոսքը Հենել խոսքա տվել էդի ստույգ ինֆորմացիա Մոսկվայում նույնպես որ ինքը կտա այդ շրջանները բայց երբ որ սկսել է հայերի նման մի քիչ ֆրցնելը դարել է պատերազմում էլա իրեն սխալ պահել մեր Նիկոլ նախագահը որը ցավար թագավորը ու այդ սխալի հետևանքը եղել է Արցախի կորցնելը Պարոն լավ այս ընթացքը ինչ որ փուլում հնարավոր լինելու է կանգնեցնել տեսնում եք հա ներքաղաքական իրավիճակում էլ հիմա մտավորականներից սկսած մինչև քաղաքական գործիչներ ամենուրեք պարակտվածություն կա
լավ այս ամենի դեմը ինչպես պետք է առնվի։ Որպես միջանկյալ ասենք հարցին, որ հեշտ լինի պատասխանելու։ Այդ գործունեությունը, որ ես տանում էի, հետո տեսնելով, որ ոչ մի հետ հնարավոր չի, ես փորձեցի նախաձեռնություն այդ ելքից, որ հարցում եք ինչ կարելի է անել։ Ես դպրոցական տարիներից էի շատ հարցերում ինչուներ ինձ տալիս։ Դա մի քիչ բերել է, որ երևի վերլուծաբանական ասենք մոտ բաներս ուժղացել է։ Ես էլ 18 թվից հանդիպելով խնդիրների չէի տեսնում adekvat գործունեություն այդ իբր ապոզիցիոն ուժերի կողմից։ Հարցեր էր ծագում, բա ինչու։ Ու այդ ինչուների պատասխանները չէի, միջև գտնում ես ժամանակա գնում։ Ու վերջում ես եկա այն մտքին, որ չէ։ Մեր քաղաքական դաշտը այնքան վատ վիճակում է, մարդիկ նույնպես կախված չգիտեմ այստեղից այնտեղից, որ պետքա ճարել հայրենասեր մարդկանցից, մասնագետներու եւ այլն, ինչ որ նոր քաղաքական թիմ կուսակցության ձևով կլինի, ես միշտ ասում եի դաշինքի ձևով։ Ու պատերազմից հետո այստեղից բացակայելով, որտեղ ես հիվանդություն կստանայի, եթե մնայի այստեղ, հեշտը դրսում, հեշտը մտածել է, հեշտ էր ավելի մի քիչ կողքից դեպքերին նայելով։ Ու ես կես տարում եկա այդ մտքին ու 21 թվի ամառից սկսի տարբեր ակտիվությամբ այդ քարոզել նոր քաղաքական ուժի ստեղծման։ Կապ չունի ինչ եմ կոչել եմ այն ժամանակ նոր երրորդ ուժ, միշտ էլ ասել եմ ոնց ուզում եք կարելի է կոչել։ Ինչ որ ձևի մենակ պետք է նոր ժողովրդին հասցնենք, որ ժողովուրդը ուշադրություն, այս նորը ինչ է։ Նոր դեմքեր պետք է լինեն, որ ստացվի նոր։ Եթե մարդը նայի տեսնի նոր, ասենք, հին գործիչը հայտարարման նոր ուժ է ստեղծում, միշտ ասել եմ, հին գործիչներով նոր ուժ ստեղծելը որն է։ Չկա, հնարավոր չի։ Ասում էին մարդիկ չես գտնի։ Ասում էի հայ ժողովուրդը չի մեռել, կան մարդիկ, մնում է որ ռիսկ անեն։ Կամ հայրենասիրությունը հերիքի։ Այստեղ եմ ես սխալվել։ Թեկուզ ես 22 թվի իմ լայվս արեցի այդ ուղղությամբ, փորձեցի գործունեություն տանել, չստացվեց։ Հիմի էլի շատ չխորանամ այդ ուղղությամբ։ Այս ներկա իրավիճակում ոչ մի, այսպես օզաշոզած պիտի այսպես ասենք կարճ խոսելու համար, հին ուժերը ասենք նախագահներից սկսած չունեն լայն աջակցություն ժողովրդի կողմից։ Մեծամասնությունը պրիզնատ չի գալիս ոչ նրան։ То есть իրենք ունեն կողմնակիցներ, բարեկամներ, բիզնեսի ընկերներ, ծանոթներ եւ այլ, չէ՞, տենց ուզգեկուր, մեկ էլ ժողովրդի ինչ որ մաս։ Դրանք ունեն այդ մարդիկ հին ուժերը, ունեն սահմանափակ աջակիցներ, որոնք չեն կարողանալ ներկա մոմենտում, ինչքան էլ Նիկոլ կորցրած լինի իր վարկանիշը, չեն կարող ներկա մոմենտում էլ նույնիսկ հաղթահարել այդ բարիերը, որ ասես, մեկը մեզ տանում են ընտրությունների, մարդիկ կա մեկ ասում են ընտրություն չպիտի գնանք։ Այստեղ գլխավոր շատ մոմենտ է, ով որ քարոզում է ընտրություններին չմասնակցել, նա դավաճանների շարքում է։ Որովհետև ակտիվ ուժերը, հայրենասեր ուժերը չմասնակցելով ընտրություններին թույլ են տալիս Նիկոլի թիմի ավելի ոնց կոչվում հաղթելը ավելի բարձր։ Սամեք թվին էլ մասնակցեցին Նիկոլի իշխանությունը երկարեց, պարոն Սարգսյան։ Մի քանի քաղաքական գործիչներ էլ ուղղակի ձայներ փոշիացրեցին։ Փոշիացնելը ուրիշ բան է, մասնակցել չմասնակցելը ուրիշ։ Հիմի ինչ անել, որ այդ դաշինքի ձևն է, ուզած չուզած, բոլոր այն եթե իրենց համարում են հայրենասեր ուժերը, պիտի մտածեն ինչ որ ձևի դաշինք կազմելու ձևը։ Ես ուրիշ ինքս չեմ տեսնում, չեմ ասում թե էսի միակ ուղին է, բայց ուրիշ ձև չեմ տեսնում։ Քարոզել եմ այս միտքը, հիմա էլ քարոզում եմ։ Ինչ որ դաշինքի ձևով, ինչ որ խումբ կա ճակատա կոչել։ Ինչ որ խումբ կա դաշինքա կոչում, ինչ որ խումբ կա աշխարհաժողով, չեք կարող միանալ, չեմ հասկանում։ Որոշ շափով նոր մարդիկ են։ Ոնց որ բոլորը խոսում են միավորման մասին, բայց բոլորն ուզում են առանձին իրենց առանցքի շուրջ լինի այդ։ Այո, այն օրը միջոցառման ժամանակ Բակուր Կարապետյանի պարզվեց, որ կամ եւս մի աշխարհաժողով խումբ, ես հարց տվի նույնիսկ Սարգիս Ծատորյանի հետ կապ կա, այդ նույնն է, ասին չէ, ուրիշ է։ Ունենք երկու աշխարհաժողով խումբ։ Հիմի իրենք խանգարում են, թե իրար օգնում են։ Ես էսի չեմ հասկանում, էսի չեմ ընդունում։ Ու դրա համար այդ խմբերը տարբեր ակտիվ եւ ոչ ակտիվ, որոնց մեջ երևում են նոր դեմքեր, իսկականից ռեալ, նոր մարդիկ են ու բավականին նորմալ, եւ մասնագետ, եւ խելոք, եւ հայրենասերին երևում։
Ինչու դրանք չեն կարողանում իրար հետ լեզու գտնել։ Ես հա չեմ կարող հասկանամ ինչեր իմի։ Ու այդ դեպքում եթե կարող ստացվի այս միտքը, այն ժամանակ նույնիսկ հին նախագահների թիմերից բացի այս խմբավորումը հնարավորություն ունի, հաղթել ու չհաղթել դա մի քիչ դժվար է ասել, ադմինիստրատիվ ռեսուրս է, բայց հավաքել է այնպիսի ձայն ու շատ սենց բան կա, եթե ինչ որ նմանատիպ խումբ, քաղաքական ուժ, թիմ, դաշին կարողանա ինչ որ լավ բանով պրոցենտ քանակով մտնի ազգային ժողով, ստեղ ինչ է ստացվում։ Ես միշտ ասել եմ, քաղաքական դաշտը փոխվում է։ Ոնց է փոխվում։ Ժողովուրդը, որ չի տեսնում միջև հիմի ինչ որ ուժ մարդիկ, որ ի հետև գնա, այսպես ինչ է ասում, բայց ում հետևից գնանք։ Եթե դա տեղի ունեցավ, մարդիկ տեսնելու են ժողովրդի այն մասը, որ կեսից ավելին Նիկոլին արդեն չեն ընդունում, Նիկոլի թիմին, տեսնելու են այդ ուժը, չեն ասելու հին նախագահներին։ Այդ հենց որ տեսան, որ հենց խումբ կա, հենց թիմ կա, դաշտը փոխված է, всё։ Հին նախագահների խմբերը, թիմերը զրոյանում են համարյա, ու ժամանակ է պետք, մեկ էլ ճիշտ գործունեություն, որ կարող է լինի ինչ որ օպոզիցիոն շարժումներ, ասենք ընտրությունների արդյունքները ճանաչել, չճանաչել, նայած ինչ է կատարվել, ինչ է տեղի ունեցել։ Ու այո, ինչու՞ չէ, արդեն նոր, եթե ոչ միանգամից ընտրություններում, այլ հետևանքը, որ կհասնեց հաջողության։ Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսի ժամանակ երեք Իշխան Սաղաթելյանն իր հարցազրույցի ժամանակ ասում են դաշտը ազատ է։ Եթե այն ինչ որ մենք անում ենք դժգոհ է որոշ զանգված, թող իրենք անեն, թող իրենք դուրս գային փողոց, մենք լռում ենք, դուք արեք։ Ամեն դեպքում ռեսուրսներ եթե չկան, ինչպես է սա հնարավոր համարում։ Այդ գործոնը կամ այդ միտքը կա, ասում են, ակտիվ 23 թվից արծարծվում է, դաշտը ազատ է, արեք։ Հա, այստեղ մի քիչ դժվար է, որ ռեսուրսները, հա, մի քիչ մի կողմից իրենց մոտ է, բայց ես չեմ գտնում, որ ամեն ինչ որոշում է ռեսուրս։ Նայեք, սկզբից ինձ ինչ էին ասում են դու հայտնի չես, դու ռեսուրս չունես։ Ճիշտ է որոշ չափով։ Ես որտեղից լինի, եթե սահմանում ծառայել եմ, կապ չունի, լավ արդյունքներով, բան չգիտեմ, հա, հասնելով ինչ որ աստիճանի, որ այդքան շատ չեն սահմանապահ բանակում, հնել հələ արցախցի լինելով, հասնել իմ աստիճանին։ Հատուկ են մարդիկ են ամբողջ սովետական միության պատմության մեջ։ Facebook-ում, KGB-ում, ԱՂԾ-ում շատ կան։ Սահմանապահ բանակում քիչ։ Էսի հաշվի պիտի առնել ու ընդհանրապես պլյուս ինչևից է։ Հայտնի չես, ռեսուրս չունես։ Հայտնի լինելը հաղթահարելի է, եթե միանան թիմ կազմի ինֆորմացիան տարածել, այդքան մի խնդրեմ չեմ տեսնում։ Հիմա ինտերնետը թույլ է տալիս, հեռախոսը։ Ռեսուրսի հարցը, եթե այդ քիչ առաջ ասած միավորումը տեղի ունենա, երևա ինչ խումբ է, ինչա ցանկանում, ինչ գործունեություն է ձեռնարկում կամ պլանավորում ձեռնարկի, այո, ովքեր են, ինչ պլանավորում ձեռնարկել։ Հնարավոր է համոզված եմ, որ այդ ռեսուրսները կսկսեն երևալ։ Հիմա դժվար է նախորդ ռեսուրս ճարես, թե ինչ որ գործի բանել։ Այնքանին հայերեն խափել, որ արդեն ոչ մեկը ոչ մեկին դավերիա չի անում։ Վստահություն չկա։ Բայց եթե արդեն այդ տեղի ունենա այդ խմորումը, այդ թիմի ինչ որ ձևով, ճակատի ձևով, խորհրդի ձևով, դաշինքի ձևով, հիմնականը պրիմիտիվ ոնց որ ասած քաղաքական տերմինը դաշինքն է ոնց որ ասած, հնարել վելոսիպեդ պետք չի։ Ու ես մարդիկ կան, որ ինչ որ հնարավորություններ ունեն, սպասում են, ում օգնենք։ Ստացվում է, որ իբր թե այս խելոք հայերս չենք կարող միավորվենք, չենք կարող մի թիմ ստեղծենք, որ մեզի օգնող ցանկացող լինի, գոնե օգնի։ Այս խնդիրն է։ Էսի արդեն մենք ենք մեղավոր, այո, այդ հին օպոզիցիայի հետ ասածը, որ դաշտը ազատ է որոշ չափով գործեք, այո, մենք մեղք ունենք, որ չի ստացվում, միավորվենք, այդ թիմը ստեղծենք, ոնց որ ասած, որ ժողովուրդը կողքից տեսնեն, որ հայ սակայն որ նորմալ տղերք հավաքվել են, ուզում են ինչ որ գործ անեն։ Պարոն Սարգսյան, հիմա նաև կարևոր է թե ինչ գաղափարներով, ինչ սկզբունքներով է լինելու։ Հիշում եք, հա, որ մենք այդ նախորդ շարժումներին դիմադրություն, հայրենիքի փրկություն, երբ հարցնում ենք, ո՞րն է ծրագիրը, դուք գաք ինչ եք անելու, բան, ասում էին Նիկոլին հեռացնենք, հետո կասենք։ Հիմա արդեն ժողովուրդն ուզում է իմանալ, այլընտրանքը ինչ է առաջարկվում, ռևանշ է լինելու, խաղաղության պայմանագիր է լինելու, թե պարզապես դեմքերն են փոխվելու։ Սա շատ կարևոր է նաև արտաքին վեկտորի առումով, հա։ Ի վերջո Հայաստանը գնալու է Եվրամիություն, Ռուսաստանի հետ միութենական պետություն է կազմելու,
այսօր մենակ հպարտ լինելով կարծես թե շատ երկար հնարավոր չի։ Ընդունում եմ, այս երկու օրն էլ միտեղ կարդացի մի հոգի, որ հետևում եմ էջին, գրում է, դե երրորդ ուժ մենակ ասելով չի մարդկանցով չի, տիպտավը գաղափար պիտի լինի։ Գիտեք, այս մոմենտը շատ եմ լսել այս վերջի տարիների ընթացքում նոր գաղափար։ Ընկերներ ջան, դե մի հատ sense հարց։ Մեր պայմանները Հայաստանը այսպես շրջափակված կարելի ասած թշնամիներով, մեր իրավիճակով, մեր ներսի հակահայկական իշխանությունով ինչ գաղափար եք ուզում, ինչի եք ստից տեղը վելոսիպեդ պահանջում, նոր վելոսիպեդ հնարելը, երկերը փրկելը, հակահայկական իշխանությունը փոխել ազգանպաստ մարդկանցով, այս գաղափարից մեծ գաղափար կարող է լինի։ Եթե նորմալ մարդիկ են, հայրենասեր մարդիկ են, ազգադավ չեն, հայրենադավ չեն հակահայկական գործեր չեն անում սրանց նման ու ասում են սենց կանենք, ասենք մի քիչ ինչ անենք, պարզ շատերը խոսում են, այդքան շատ բան ունենք, այդ ոստիկանները փողոցային պարեկները, հա, այդքան շատացրել են, չեմ ասում պետք չեն, բայց որ նայում ենք ինչքան են ոստիկանության քանակը շատացրել տարբեր անունների տակ, բանակը սահմանում մարդ չկա, սրանց ռոճիկը բարձրացել, նրանցը չէ։ Հասկանում եք, եթե լինի նորմալ իշխանություն, առանձին ինչ որ բան հորինելու, ճիշտ աշխատելու դեպքում շատ բան է փոխվելու։ Ասիկ միանգամից մի որոշում էս հարցում, ոստիկանության մի մասը կրճատվելու է, միանգամից այդ գումարները, ֆինանսները, մարդկանց ռեսուրսները ուղարկվի սահմանը պահ բանակին կամ զորամասերին։ Ասենք մի տոճկա եմ ասում։ Էսի գաղափարա, չէ, բայց էսի պետքա, բայց էս իշխանությունը կանի, չէ, չի անի։ Հիմա էս ինչ գաղափարի մասին են խոսում։ Մեր պայմաններում գաղափարը չի գլխավորը։ Էսի մեկ էլ մտածել եմ դրա պատասխանը։ Ինչի են մեկ մարդիկ պատրաստված ոնց որ սրանից այսպես խոսում։ Շատերը իրենց վախկոտությունը ոչ համարձակությունը թաքցնում են սրա հետև, որպեսզի ակտիվ չլինեն, sense սկսում են հորինել։ Կուսակ ծրագիր ունես, գաղափար ունես, այ մարդ նոր գաղափարը որն է հայրենիքը կորչում է, հայրենիք փրկենք, սրանից ավելի ինչ գաղափար եք ուզում։ Այն ժամանակ ասում էի Արցախ փրկենք եղածով, ինչ որ կա Արցախի հետ միասին։ Ես այն ժամանակ որ ակտիվացել էի, ոնց որ ասած առաջերտին Արցախի համար հասցնենք ներ Հայաստանի ժողովրդի միասնություն, իշխանափոխություն, Արցախը որ պահվի։ Ես տեսնում եի, որ կորցնում ենք։ Աշխարհաքաղաքական հարցեր կան, պետք կլինի կարանք խոսենք։ Մեղավոր են շատերը, բոլորը մեզ դավաճանել են, հայերին, բայց եթե մեր իշխանությունը չլիներ, այս իշխանությունը չէր լինի այն ինչ որ եղել է։ Իսկ հիմա պայքարը ինչի համար է։ Մեղրի։ Հիմի պայքարը դնայեք, ես համաձայն չեմ, որ հայերի մի մասը ոնց որ ասած համարում է կամ ուզում է համարի, որ Արցախի թեման փակված է, ես չեմ դրա հետ համակերպվում, բայց դա չի նշանակում, որ ես ապուշ ռևանշիստ եմ։ Ինչի պիտի օրը ցերեկով որ ասում է հայությունը կորցնի Արցախի տարածքը, որ ի սկզբանե հայերեն այնտեղ ապրել։ Ուրիշ հարց է, ոնց է առաջարկում հարցի լուծումը, բայց հարցի լուծումը գոնե բարձրացնող է պետք։ Իսկ այդ բարձրացնողը կարա լինի հայոց պետականությունը։ Հայոց պետականությունը որն է, հայ ժողովրդի, Հայաստանն է, որ կարա իրավաբանորեն հարցեր բարձրացնի կոնկրետ ձևով եւ այլ։ Ամբողջ իրավաբան մասը մեր օգտին է, Արցախի ժողովրդի օգտին է, բայց դնող չկա, հələ խանգարում են։ Ու չեմ զարմանա, որ վաղը կարող է մարդիկ բռնեն տան Ադրբեջանի դատականությունը շարունակելու համար։ Այս սրա մասին է հարցը։ Այո, մեղրի հարցը, պետք է փոքր հարց է։ Իսկ մարդկանց այն մասը, որ հանգիստ ընդունելը Արցախի կորցնելը, դա հայկական մեր տարածքն է, հանգիստ ոնց ենք ընդունում, որ կորցնում ենք։ Օրը ցերեկով բարձ հենց։ Մեկ նույնը Սյունիքում հասկանում եք զինվորապես զինվորական եմ ասում 40 կիլոմետր է, չէ՞, Սյունիքի լայնությունը, մեղրի, պլյուս մինուս 35 քանիսից մինչև 40 քանի կիլոմետր։ Զինվորության տեսակետից կամ իսկուստվայի արեստի զինվորական տեսակետից Նախճիվանից Ադրբեջանից կիսելը դա խնդրեմ չի։ Մեր հիմիկվա վերաբերմունքով դեռավել են, մեր իշխանության վերաբերմունքով։ Ինչ որ ռեալ բաներ կարելի է փորձել ասել, ձգձգում են ժամանակ։ Ну, կներեք, միջև հիմի տեսնելով ինչ է կատարում, ես չեմ համատում։ 18 թվից ես հոգ գշակող չեմ, բայց ես
հասարակ ռաշոտա, չէ, գեոպոլիտիկ եւ այլ։ Ինչի դեպքում ինչ ենք ստանում։ Պարոն Սարգսյան, այս վտանգների ֆոնին կրճատվում է եւ հյուսիսից ռուս սահմանապահների տեղակայումը, հա, նույն Մարգարեյան ցակետ եւ այլն, եւ հարավից ագարակից դուրս եկան ռուս սահմանապահները։ Արդյոք սա ճոխություն չէ մեզ համար, նկատի ունենալով, որ մենք կարողանալու ենք մեր հյուսիսային եւ հարավային դարպասները միայնակ պաշտպանել, հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք կան։ Ստեղ պիտի որոշ չափով ինչ որ հարցեր ոնց որ ասած փորձենք կիսենք կամ իրենից առանձնացնենք։ Այստեղ հարցը կարալ չի, ասենք, ռուս սահմանապահների քանակը, որոնց մի մասը հայեր են, ասենք ես 15 տարի ծառայել եմ, չէ՞, ամբողջ ուղղի գիտեմ ներսից։ Կստати, ես Արմավիրի Հոկտեմբերյանի սահմանապահ ջոկատի պограничный отряди, որ սովետը քանդվեց, ես առաջին նշանակված ուղեկալների պետերից մեկն է որպես հայ, հնարել Ղարաբաղցի, Արցախից։ Էսի մի քիչ այն ժամանակ զարմանալի էր, չէ՞, ամենտեղ կռիվ էր գնում, քանդվում էր, իմ մարդիկ ինչ որ արցախցիներին սեպարատիստ են համարում, բայց ես իմ ծառայությունը թեկուզ մարդիկ կլինեք ասեն, քիչ գնացել Արցախ, ընկերներ ջան։ Ես երկու անգամ 89 թվին, 90 թվին Մարտակերտ երբ գնատարել եմ կնոջս երեխաները ծնվելու համար, այդ հարցը դրել եմ այնտեղի մեր ջոկատներին, հրամանատարներին, որ բարեկամել եմ ունեցել։ Ես տեսնում եմ, որ առաջը պատերազմ է, ես պատրաստ եմ այնտեղ թողեմ գամ ստեղ կազմակերպելու համար։ Ինձ ասել են, չէ, դու ԿԳԲ-ի աշխատող ես, թեկուզ սահմանապահ, չէ։ Իմ բարեկամներս ինձ այդպես են ասել, ուրեմն իմաստ չկա այստեղ գալը։ Բայց Հայաստան եմ ծառայում, կհամարեմ դրանով բաշնաբաշ ոնց որ ասած։ Հայաստանից գնում են այնտեղ, ես էլ ստեղ եմ, դրանով սահմանափակվեմ ոնց որ ասած։ Բայց վերջում հերավոր արևելքի մասը։ Ինչևից է։ Ստեղ հարցը նա չի, որ քանակով կկարողանանք հաշվի առնելով ինչքան է ռուսական բանակ կոչված մի մասը հայ են քանակը չասենք, բայց դա այնպեսի թիվ չի, որ Հայաստանը չգտնի այդ քանակը սահմանը պահելու համար։ Ուրեմն էսի մի քիչ ուրիշ խնդիր է։ Կարող ենք մենք քանակով սահման պահենք։ Սա մի քիչ ուրիշ, այո, կարող ենք։ Հետո որ Ռուսաստանը Հայաստանի հետ պայմանագիր է կնքել 92 թվականին եւ Հայաստանի եւ Վրաստանի հետ։ Այն ժամանակ պայմանագրի մեջ գրված էր, որ պատրաստ են տեղի կադրեր ժամանակի ընթացքում փոխելու համար։ Ու Ռուսաստանը մեկ առ մեկ, կարծեմ 3 անգամ առաջարկել են իրենց բանակը անեն, փոխեն հայերով, հայ ղեկավարությունը ոչ խնդրել է որ մնան։ Այս էլ պիտի ճիշտ իմանան ժողովուրդը։ Դրա համար ասենք Հայաստանը կարողանում է զինվորների քանակով սահմանը պահում է։ Այստեղ մեզ համար փոքր պետություն լինելու համար էս չի։ Էսի կարող ենք, բայց մեծ պատերազմի կողքի թշնամիներին առաջ առնելու համար մենք կարող ենք, այս հարցն է կապված։ Մենք փոքր երկիր լինելով ըստ քանակի եւ նույնպես այո պրոբլեմ կա, որ մենք զինվորական արվեստի կամ ոչ տեսակետից այո պրոբլեմ է։ Մենք տարածքային փոքր տարածք ունենք, գլուբինա оборона, ասենք, այդպես է կոչվում, ոնց հայերեն կլինի, չունենք այդ տարածքը։ Մեզ Թուրքիայի եւ Ադրբեջանի հիմի արդեն ուժեղացած առանց Արցախի Ադրբեջանի դեմ, հա, մի քիչ պրոբլեմային է։ Դրա համար մենք փոքր երկիր լինելով որևէ մի ուժեղ դաշնակցի, առանց այդ ուժեղ դաշնակցի, որը կարող է մենակ դրոշը դնի, ներկամենտը միջևի մի ասենք բազանը, բայց հիմի ցակել է իրավիճակ Արցախը մեր առաջ, ռուս ընկերներն էլ նույնիսկ ինձ հոդված են ուղարկում, sense կարծիք կա, որ բազան ասենք կգործի, թե չի գործի։ Ես չեմ ուզում այսօր դրա մասին խոսեմ, առանձին պետք կլինի կխոսենք։ Հարցեր է ցակում։ Դա մենակ մեզնից չի կախված, բայց մենք լինելով փոքր երկիր, այո, պիտի մենք ունենանք ճիշտ դաշնակից կամ ճիշտ գործունեություն տանենք մեր դաշնակիցների հետ, որ գարանտ լինի, իսկականից գարանտը լինի գարանտ։ Մեծ խոսել, թե մենք ամենաուժեղն ենք, ամենահինն ենք, ինչ ենք, հիմի պայմաններում չի կարելի։ Դե 5 տարվա մեջ ամեն ինչ արեցին, որ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները բոլոր քայքայեցին միջև զրոքներում վատանան։ Քայքայեցին։ Բայց այդտեղ մի քիչ ուրիշ բան կա, գիտեք, ես մեկ բաներ եմ նկատել, սենց ասեմ, որպես վերլուծաբան եմ ասում, ես ստույգ ինֆորմացիա չունեմ, որ ասենք կա հասկացողություն ստրատեգический обман
հայերեն ոնց կլինի ճիշտ։ Ռազմավարական խաբեություն։ Հա, այդպես բան կա։ Հիմի այս կատարվածի մեջ որնա որ աստիճան տոկոսային տեղ գրամ, չգիտենք։ Դա մենք իմանալու ենք հետո։ Բայց այն որ այս ոչ պիտանի թե ոչ իշխանությունը, ոչ պատրաստված կամ ու մի քիչ sense պատրաստ թշնամուն զիջի ամեն ինչ։ Ну այսպես է, ինչ տեսնում ենք, զիջում են։ Ինչ տեսնում ենք, ինչ լավ բան կա, քայքայում են։ Սրանց մի մասը, որ իրենք չգիտեն էլ ոնց գործեն։ Գիտեք, եթե ինչ որ սիտուացիա առաջանում, այդ սիտուացիան պիտի կարած չէ քննարկես, վերլուծես, որոշում անես։ Սրանք ընդունակ չեն։ Իրենց պատրաստակամությունը թույլ չտալիս։ Իրենք խաբեբայությունով բոլորի հետ համաձայնվելով փորձում են հարց լուծեն։ Այդպես չի լուծում ժողովուրդը։ Սրանք պիտի հաստատ փոխվեն։ Թե չէ ցրելով են, քանդելով են, բայց ու չպիտի մոռանանք, որ ովքեր են դրանք։ Այդքան որ գրում են տարբեր տեղ ինֆորմացիա կապ ունեն թուրքերի հետ, ադրբեջանցիների հետ, կոնտակտների մեջ են, չգիտեմ, ծնվել են թուրք են, թուրք չեն, այս իզուր տեղը չի։ Թշնամին չի լռել, հավաքագրել է նմանատիպ մարդկանց, էսի պիտի հասկանանք։ Թշնամին հավաքագրել է, ու միջոցով ոնց է կարողացել, սա ուրիշ հարց է։ Ու այս հավաքագրված ներքին թշնամիները քանդում են մեր երկիրը։ Էսի պիտի ժողովուրդը հասկանա։ Փոխելու գլխավոր պատճառները սա են, որ սրանք չպիտի մնան իշխանության։ Ինչ վերաբերում է, այո, սրանք իրենց այս տխմար բանից ելնելով դաշնակիցների հետեր են ամբողջը քանդել, ծրել, չգիտեմ, ինչ ասեմ։ Երեք արդեն թուրք լրագրողներին էր Նիկոլ Փաշինյանը ընդունում, իրական Հայաստան ծրագրի շրջանակում խոսում էր, որ պետք է սահմանադրությունը փոխվի եւ այն պետք է ընդունելի լինի տարածաշրջանի մյուս երկրների համար։ Այսինքն իրենց ծրագրերը, պարոն Սարգսյան, որևէ կերպ չեն դադարում։ Իրենք մինչև վերջ ավարտին հասցնելու են, սկսած մինչև ռուսական ռազմաբազան էստեղից հանել, սահմանադրություն փոխել եւ այլն եւ այլն։ Կարող է, դա չի կարելի, ոնց որ ասած, հարցը այդպես դնել, այդ հանելու համար։ Եթե նույնիսկ պետք է որ Ռուսաստանը իր բազան այստեղից հանի, ուրեմն ես չգիտեմ, չէ, իրենց որոշումը։ Բոլորը ասում էին Արցախից չի հանի, հանես չէ։ Այստեղից էլ չգիտենք, կուզենան հանեն, թե չեն ուզի։ Էսի մենք ինֆորմացիան չենք տիրապետում։ Ինֆորմացիան կարա տիրապետի իշխանությունը։ Հիմի իշխանությունը կարողանում է այնպիսի քայլեր անի, որ Ռուսաստանը շահագրգռված լինի եւ պահի եւ գարանտ լինի։ Թե իշխանությունը չի կարողանում այնպիսի քայլեր անի, որ այդ իրավաբանորեն ձևավորված դաշնակիցը մնա դաշնակից ու գարանտ լինի։ Եթե հասկանում եք, նստենք մենք ինչ որ խոսենք, մտքեր ասենք, լրիվ անիմաստ է դառնում, չիմանալով ինֆորմացիա։ Այն որ սրանք քանդում են, պիտի հաստատ։ Դրա համար միջև եղել են որ այդ նույն հարցերը բարձրացվել է, բա ինչ անենք։ Փորձել եմ սենց ասել, ընկեր ջան, միջև ասենք այդ իշխան փոխություն չլինի, միջև այդ դաշնակցի հետ չնստես, չճշտես, իրակ չես կարող ասես ինչ կարաս անես։ Եթե սրանք ասենք ուզում են որ ասենք թե չէ, ես չգիտեմ 100%-ով եվրոինտեգրացիա են խաղում, չգիտեմ ռեֆերենդում են ուզում անել։ Եվրաքվե արեցին։ Հա, в общем, գնում են իբրթե այդ ուղղությամբ։ Թեւուց ես որ նայում եմ իմ վերլուծաբանական բանով, տեսնում եմ խաղ։ Խաղը ինչով պիտի վերջանա, դեռ չգիտեմ։ Բայց ես բավականին մեծ խաղեր եմ տեսնում։ Հիմի սրանք ասենք հարց են դնում լուրջ թե ոչ, որ Ռուսաստանի հետ всё պիտի գնանք, բաժանվենք եւ այլ եւ այլ։ Ճիշտ են այն մարդիկ, որ ասում են, բայց կողքի ուրիշ երկիրը Եվրոպան չգիտեմ որտեղ է, ուրեմն Թուրքիան է քո տերը դառնում։ Ու մենք չգիտենք մեկ էլ ասենք Ռուսաստանի պոզիցիան քիչ առաջ որ ասացի, իրենք ինչ են որոշել։ Էլի սա ուրիշ մի քիչ մեծ քաղաքական հարցեր է, որ քննարկել կարելի է։ Չգիտենք, դրա համար միջև էսի քո դաշնակցի հետ ասել եմ իրավաբանորեն կա չէ դոկումենտներ 96 թե 97 թվից, հետո թիվը չեմ հիշում, երկարացրած բազայի հարցը մինչև 47 թիվ, հասկանում եք, էսի պիտի քննարկվի, գնում ենք սրա շուրջ չեն գնում, գարանտ մնում են, չեն մնում։ Կարող է ռուսական կողմը ասի չէ, կամ հա։ Դրա համար հիմի մենք իրական վիճակը չենք իմանում։ Մեծ խոսել, մերոնց մի մասը հայերի մեծ են խոսում, չի կարելի։ Էսի երկրի բախտի հետ խաղաղո ոնց որ քայլերը։ Դրա համար ես կողմ եմ, որ
իշխանափոխությունից հետո ինչ ես անելու, ասենք այն ուժը, որ եթե ստացվի գա, փոխվի։ Պիտի այո, առաջի հերթին ունես քո իրավաբանորեն կնքված դաշնակից, քո դաշնակցի հետ պիտի զրուցես, հարցերդ որոշես։ Դու հմուտ ես, կարողանում ես, շահագրգռում ես, մնում է։ Իրենք ուզում են, եթե հանկարծ չեն ուզում, այն ժամանակ ուրիշ հարց է։ Մտածում ես ոնց անես, որ դու չկրվես, ոնց որ ասած, չպարտվես, բան չկորցնես։ Ես չեմ կարծում, թե եթե նույնիսկ Ռուսաստանը ուզում է տարածքից գնա, այսպեսի կարծիք կա, ասենք, սենց որ ուզում է գնա։ Ես չեմ կարծում, որ եթե իրենք են որոշել, ու այդպես համաձայն են, որ Հայաստանը վերանա, ասենք թե։ Չէ, ես դրան համաձայն չեմ։ Այդ մտքին։ Ուրեմն մնում է, որ տեղի իշխանությունը ճիշտ վերաբերմունք ցուցաբերի։ Եթե դաշնակից են, ուրեմն լրիվ դաշնակից ենք։ Եթե իրենք որոշել են գնալ, միասին որոշենք, ինչ անենք, որպեսզի մենք չկորցնենք, Մեղրի չկորցնենք, չգիտեմ, Սևանի հյուսիսային մասը չկորցնենք։ Սենց հարցեր կա, ես մի քիչ, գիտեք, քիչ ինֆորմացիա ունենալով դժվար է ասել եմ, բայց իմ մոտեցումս այսպես է, եկա իշխանության կամ ով կգա դաշնակցի հետ առաջ հերթին որոշի հարցերը, հետո բարի ձևով, եթե բաժանվում ես ինչ-ինչ պատճառներով, по-дружески քայլերդ որոշի, քայլերդ արա։ Եթե բոլորին ուզես խափես, գցես, բոլորին թշնամի դարած, տակ Թուրքիան թշնամի, Ադրբեջանը թշնամի, Իրանը տեսնում ենք նեյտրալ պոզիցիա, թեկուզ Մեղրի մոմենտով ասում ենք կպահի մեզի, բայց խիպի մեր տեղը գա կռվի։ Արցախի հարցով կօգնեց, չէ, իրենց մեծ սխալ արեցին, իրանցիները իրենց մեծ վնաս տվեցին։ Այսպես վերաբերելով Արցախի մոմենտով։ Դե իրենք էլ իրենց մասին են մտածում, որպեսզի կռվի մեջ չքաշվեն։ Ամբողջ աշխարհը տասնյակ տարիներ ուզում է Իրանին երկաշի պատերազմի մեջ։ Այսի դրա համար մեծ հարցեր են, որ Ումեն դեպքում ամբողջ աշխարհում բան է փոխվում, հա, Թրամփ-Պուտին երկխոսություն կա, Ուկրաինայի պատերազմը իր մայրամուտին է արդեն մոտենում, մեզ մոտ կարծես իրավիճակ չի փոխվում, պարոն Սարգսյան, եւ մենք նույնիսկ մի գերիների հարցը չենք կարողանում պատշաճ ձևով բարձրաձայնել, ինչ որ քայլեր անել, ինչու հասանք այսպիսի լոյալ վիճակի։ Դե գերիների մոմենտով ու այնտեղ բանտարկվածների մոմենտով ասենք էլի գլխավոր գործոնը դա իշխանությունն է, պետության կողմն է, պետական մարմիններն են։ Ժողովուրդը ինչքան էլ ուզենա հարցը բարձրացնի, կգա ցույց կանի դրանով կվերջանա։ Այս իշխանությունը դու խոսել ենք, չի արել, չի անելու։ Կարանք փորձենք հասկանանք ինչի չի անում, քանի որ ասենք կան վերջնական խնդիրներ, այդ վերջնական խնդիրներին հասնելու համար, չգիտեմ, մեղրու ճամփա բացելն է այդ վերջնական խնդիրը։ Այդ վերջնական խնդիրը խաղաղության պայմանագիր կնքելն է, չեմ բացառում, շատ եմ ասել, որ երևի խաղաղության պայմանագիր կնքելուց հետո իշխանությունը вообще հեղափոխության ձևով փոխվի։ Այդ ներքին հարցեր են։ Բայց էլ ստորագրելուց հետո էլ ինչ։ Ցավը դրանում է։ Դրա համար 22 թվից ասենք ես ասում եի խնդիրներից մեկը, այդ որ ասում են գաղափար։ Այմար չպիտի թույլ տա, որ այս իշխանությունը ստորագրի խաղաղության պայմանագիր։ Ինչի պիտի Հայաստանը ստորագրի խաղաղության պայմանագիր այս պայմաններում, այս վիճակում ու այս կետերով, ոնց որ ասած։ Թող նոր իշխանություն գա, այդ նոր իշխանությունը մի քիչ ամեն ինչ տեղը կդնի, ոնց որ ասած, նորմալ իշխանությունը։ Ինը երևի հասկանում է, որ հենց որ ստորագրեց խաղաղության պայմանագիրը, իրեն նույնիսկ դրսի ուժերն են նպաստելու, որ արանքից ելնի։ Դա կարող է թռնի գնա ու ապրի իրեն համար, բայց ես տեսնում եմ ինչ, տեսնում եմ ինչ որ կան խնդիրներ չլուծված։ Այդ խնդիրները հեշտ լուծելու համար շարունակում է գերիները մնալը այնտեղ, գնում է դատավորությունը, ու դատավորությունից հետո կլինի երևի Ադրբեջանի ինչ որ իրավաբանորեն պահանջներ Հայաստանի դեմ, ու տեսնում ենք օրից օր Ադրբեջանի պահանջները խաղաղության պայմանագրի հետ կապված ուժեղանում են, հեսա դատը գնում է, դատը կվերջանա, ինչ որ փոխհատուցման ֆինանսական հարցեր կմտցնեն, տարածքի մոմենտով չեմ կարող ասել, բայց երևի էլի մեղրի ճամփայի մոմենտով, որ հարցը ճամփան բացելի չի ասենք, ես համոզված եմ, որ ճամփան կանող թե ուշ բացվելու է, բայց կարող է նրանք հարցը դնեն, որ ոնց է կոչվում, անխափան առանց տամոժնիայի բանի եւ ոչմ, անխափան գործելու համար, որ Հայաստանը ոչ մի օգուտ չի ունենալ, հա, նոր ասած։ Ու նմանատիպ պայմանները գնալով են, այդ եթե հələ մնա տարածք։ Իսկ եթե բարթացավ տարածքը, ոնց որ մի վարիանտը այսպես է գտնում, մի ձևը, որ սրանք վախեցնում են ժողովրդին, բարթացնում են վիճակը, Արցախին անի,
Վաղը ասելու են պատերազմա բակրվում ենք, ինչ անենք, չենք կարամ, պիտի համաձայնվենք, ինչ ենք անելու։ Այսպես հականջներս կախ գնանք համաձայնենք, ու կներեք, որ մեկ հա ժողովուրդ ուշքի եկեք, մի քիչ չեմ ասում գնանք բոլորին չափալախտանք, բայց մի քիչ ուշքի եկեք, հարցը լուծելա պետք է, երկիր վարյա գնում։ Էսա պիտի հասկանանք։ Ինչ խնդիրների են լուծում։ Հողամ եմ մարդ մտածի, ինչ է մնացել։ Ասում եմ, խաղաղության պայմանագիր, մեղրի ճամփա կամ մեղրի տարածք։ Մինիմում դրանք, եթե ոչ ավել։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն ու եւս մի անգամ մեր կանանցից իմ ներողությունը մի քանի արտահայտության համար մեր ընկերոջ սխալի պատճառով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։